Սպառողները համտեսում են, ընտրում և առանձնացնում լավագույնը։ Համտես է կատարվում, սպառողը համտես է անում, ընտրում է լավագույնը, հետո մենք լավագույն ընտրվածը ուղարկում ենք լաբորատորիա։ Փորձաքննությունը անցնելուց հետո մենք արդեն կարողանում ենք իրեն որակի նշան կոչումը կամ պատվոգիրը հանձնել այդ ապրանքան տեսակին։ Որակի նշան հաղորդաշարի ուշադրությանն արժանացել է երեխաների սննդի սիրելի բաղադրիչ երշիկը։ Խոսքը երշիկի մասին։ Համտեսված երշիկներին սպասվում է մեկ այլ փորձություն լաբորատորիայում։ Որակի նշանի հետ համագործակցում եմ շուրջ 1 տարի։ Այս տարի Որակի նշան ընկերությունը BS Cosmo միջազգային բիզնես ակումբի հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում կազմակերպելու է ցուցահանդես վաճառք։ Չկրկնվող էքսպո, որտեղ բոլոր բիզնեսները չեն, որ կարող են ներկայանալ, այսինքն ընտրված բիզնեսներ, ովքեր ներկայացնում են որակ, լավ պրոդուկտ սպառողի համար։ Հայաստանի Հանրապետությունում սպառողները պաշտպանության կարիք ունեն։ Թեպետ Որակի նշան հաղորդաշարի ուշադրության կենտրոնում հիմնականում սնունդն է, միջոցառմանը կարող են մասնակցել նաև սպասարկման ոլորտի այլ կազմակերպություններ ու ներկայացուցիչներ։ Տարեվերջին լինելու է Որակի նշան Expo 2025-ը, որտեղ որակով ապրանքատեսակները ներկայացվելու են եւ մեզ սպառողները կարողանալու միանգամից ստուգել եւ ճանաչել լավագույն ապրանքատեսակները։ Բացի այն, որ հաղորդաշարը օգնում է սպառողին կողմնորոշվել եւ ընտրել լավագույնը, իրազեկված ես, ուրեմն պաշտպանված ես։ Որակի նշանը խրախուսում ու նպաստում է, որ հաղթող ընկերության արտադրանքը ճանաչվի նաեւ արտասահմանում։ Այս տարվա մրցանակաբաշխությունը սեպտեմբերին Դուբայում, տարեվերջին Նյու Յորքում, իսկ վերջին կանգառը մայրաքաղաք Երևանում է լինելու։ Հարգելիներս այս հաճելի եւ պատասխանատու երեկոն Հաղորդաշարի մեկնարկը 2 պարով է սկսվել։ Որակի նշանը սպասում է այս տարվա իր որակյալ հաղթողներին։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։